Դե ինչ, եկանք ստեղ, հեսա լրագրողներից մեկը, եթե չեմ սխալվում, ժողովուրդ օրաթերթի որոշ նյութեր կա, որոշ հարցեր տվեց, պատասխանեցի, եկանք ստեղ, զրուցեցի բնակիչների հետ, հաստատվեց այն, ինչ որ ես մտածում եմ, այսինքն շինարարները, որոնք որ աշխատանքներ են իրականացրել, որ երբ որ քաղաքացիները բողոքել են, փորձել են քաղաքացիներին, այսպես ասած, սաստել իմ անունը տալով։ Հիմա ես կրկնում եմ, այն շինարարները, այն շինարարական կազմակերպությունը, այն սեփականատերը, այն իրական սեփականատերը, որը որ այս Բաղրամյան 26-ի շրջակայքում վերևը գտնվող շենքի սեփականատերն է եւ այստեղ անվտանգության խորհրդի շենքի կողքը գտնվող եւս մեկ սպիտակ շենք կա, արդեն իսկ ավարտված շենքի սեփականատերերը, խնդրում եմ, առաջարկում եմ կապվել իմ գրասենյակի հետ, վաղը կամ այսօր, երբ հարմար կլինի, ես սպասում եմ ձեզ, մենք զրուցելու բաներ ունենք եւ ես վաղը առավոտյան նաեւ կկապվեմ քաղաքապետարանի հետ եւ կճշտեմ արդյոք բոլոր փաստաթղթերը նորմալ են, դե ոնց է ստացվել, որ շինարարները իմ անունն են տվել, ով է իրական շինարարը, ով է իրական սեփականատերը, ու ես սենց գնալու եմ յուրաքանչյուր նման դեպքի հետևից, թող որևիցե մեկի մոտ կասկած չլինի, եւ եւս մեկ անգամ խնդրում եմ, հարգելի հայրենակիցներ, Հայաստանի Հանրապետությունում այն գույքը, այն սեփականությունը, որը որ ես ունեմ, ամեն տարի հայտարարագրվում է։ Դրանից դուրս որևիցե գույք ես չունեմ եւ չեմ կարող ունենալ։ Շնորհակալ եմ եւս մեկ անգամ, սպասում եմ այդ կազմակերպությունների տնօրեններին, սեփականատերերին։ Եթե վաղը մինչև օրվա վերջ իրենք ինձ հետ չկապվեն, ես պարտադիր կերպով իրենց հետ կկապվեմ, բայց առաջարկում եմ իրենք իմ հետ կապվեն։